Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալ եմ հարցի համար, նաև շնորհակալ եմ մեդիա կենտրոնին այս ասուլիսը կազմակերպելու համար։ Այո, մեր շարժումը իր հիմնական նպատակին չի հասել, ու դա պետք է մենք անկեղծորեն արձանագրենք, որովհետև ի սկզբանե մենք նշել ենք, որ մեր հիմնական պահանջը նա է, որ պետք է տրանսպորտի մեկ ուղևորատոմսի համար գինը 100 դրամից ավել չլինի։ Ամեն դեպքում նաև մենք ականատես եղանք, որ հանրային լայն ճնշումների ներքո քաղաքային իշխանությունները ստիպված եղան որոշակի զիջումների գնալ, ի սկզբանե այս 150 դրամանոց ուղևորատոմսը չկար, բայց մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ թանկացումը փոքր-ինչ մեղմվել է, բայց մենք որպես շարժում, որպես քաղաքացիական նախաձեռնություն պետք է հանրության Երևանի բնակիչների հետ անկեղծ լինենք եւ ասենք, որ ոչ միայն մեզ, այլ նաեւ մնացած քաղաքական ուժերին չհաջողվեց անել այնպես, որ հանրային ճնշման ներքո այդ 100 դրամանոց սակագինը չբարձրանա։ Ներողություն, հանրային ճնշումը չէր այնքան բարձր, թե այդուհանդերձ քաղաքային իշխանություններ համար, ինչպես է գնահատում։ Քաղաքային իշխանությունները իհարկե համառ էին, իրենք նաև տիրապետելով ահռելի մեդիա ռեսուրսների կարողացան մի այնպիսի իրավիճակ ստեղծել, որ օրինակ չվճարելը առաջացնում էր ամոթի զգացում։ Իրենք այնպես էին քարոզչությունը կառուցում, որ քաղաքացին ինքը պատրաստ էր չվճարել, ինքը նաև համաձայն չէր այս թանկացման հետ, ինքը նաև տեսնում էր, որ օրինակ սա բարեփոխում չի, սա կիսատ պռատ ինչ-որ փոփոխություն է, որովհետև բարեփոխումը իրենից ենթադրում է ընդհանուր համալիր գործողությունների շարք ու բարեփոխման արդյունքում պետք է մենք տեսնենք ամբողջական փոփոխություն, բայց դա չտեսանք, տեսանք կիսատ պռատություն, տրանսպորտի կամ որևիցե գույքի գնումը բարեփոխում անվանելը դա ուղղակի ճիշտ չի եւ իրենք գազելի փոխարեն բերել են ժոնգտոնգ, բայց միևնույնն է, տրանսպորտի հիմնական նպատակը նա է, որ մարդը A կետից տեղափոխվի B կետ եւ բացի հարմարավետությունը նա կա նաեւ տեղափոխման արագությունը, կա այդտեղ նաև սպասելու խնդիրը, որ քաղաքացիները միևնույնն է սպասում են ու նաև լրագրողներից մեկը Vox Pop-ը անում, մի քաղաքացի շատ հետաքրքիր բնորոշում տվեց, ասեց, ես այն ժամանակ մի քիչ կռացած էի ուրիշին գրկած գնում, հիմա կանգնած եմ ուրիշին գրկած գնում, եթե կարճ տվյալ քաղաքացին շատ ճիշտ ձևակերպել է ու մենք դրա համար ենք նաև ասում, որ եկեք ամբողջական բարեփոխումը բերեք մեզ ցույց տվեք, դրանից հետո մենք խոսանք գնի մասին։ Իրենք այս գործոնը, ամոթի գործոնը շատ ակտիվ շահարկեցին, իրենք նաև շատ ակտիվ քարոզչություն իրականացին մաների հետ կապված, մինչդեռ ավելի շատ հենց ժողտունգ ավտոբուսներին ու նաև այստեղ պետք է ընդունել, որ այն ուժերը, որոնք որ պայքարում էին ընդհանուր այս տրանսպորտի թանկացման դեմ, այդքան էլ հետևողական ու վճռական չէին իմ կարծիքով, որովհետև մենք մի այսպիսի հետաքրքիր բան ենք արձանագրել, որ երբ որ ավտոբուսներում մենք ֆիզիկական ներկայություն ենք ունենում եւ կոչեր ենք անում, քաղաքացիները այդ պահին չեն վճարում։ Շատ կարեւոր է այդ առաջի քայլի գործոնը, որ ինչ-որ մեկը տեղում լինի, ինքը չվճարի, կոչանի, որ չվճարեն, այդ պարագայում համատարած չեն, բայց երբ որ մարդ չկա, երբ որ ավտոբուսներում ֆիզիկական ներկայություն չկա, դա շատ ազդում է քաղաքացիների ընդհանուր դիրքորոշման վրա, այդ քայլը անելու վրա։